Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցման ռեժիմով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվել են ջրային ոլորտում առկա խնդիրներին ուղղված մի քանի կարգավորումներ եւ լուծումներ։ Մասնավորապես հակահեղեղային միջոցառումները այսուհետ նույնպես կհամարվեն որպես ազատ ջրօգտագործման դեպքեր, էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը ավտոմատ չի երկարաձգվի, Արարատյան դաշտի վերականգնվող երկրաջրային ռեսուրսների ծավալը տարեկան 1.1 միլիարդ խորանարդ մետրից նվազեցվել է եւ համապատասխանեցվել փաստացի ծավալին 926 միլիոն խորանարդ մետր, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև ըստ ջրօգտագործման գերակա ուղղությունների եւ չափաքանակների, սահմանվել է, որ կարմիր գրքային եւ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայության հարցը կկարգավորվի շմակ գործընթացի իրականացմամբ։ Հարգելի պատգամավորներ, առաջինից երկրորդ ռեժիմ ժամանակահատվածում նախագծերում բովանդակային առումով կատարվել է մեկ կարևոր փոփոխություն, նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ այսուհետ բոլոր այն գործունեությունը, որոնք կապված են ջրօգտագործման թույլտվության հետ եւ պահանջում են նաեւ շմակ փորձաքննության անցկացում, ապա տնտեսավարողը կարող է դիմել, ստանալ ջրօգտագործման թույլտվությունը, որն անմիջապես կկասեցվի, մինչև տնտեսավարողը լիազոր մարմնին կներկայացնի շմակ դրական եզրակացությունը, որի համար նա կունենա 1 տարի սահմանված ժամկետ։ Այսքանը, շնորհակալություն, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։